Մեր հայ ազգը դարերի ընթացքում միշտ էլ ունեցել է լավ զինվորականներ։ Այսօր մեր այս 18-19 տարեկան երեխաները ցույց տվեցին, որ մենք միշտ էլ հզոր ենք, միշտ էլ ուժեղ բանակ ունենք ու ցանկացած պահին կարող ենք հակառակված տալ ցանկացած թշնամուն։ Հայկական կողմը շատ հիստորիոն պատասխանեց թշնամուն եւ կարողացավ հակահարձակ պատասխան տալ եւ նրանց պատժել ավելին, քան սպասում էր հակառակորդը։ Իրանց զինվորները վախկոտ են, իսկ մերոնք քաջարի, մարտունակ, ոգին բարձր ու պատրաստ են ամեն մարտական առաջադրանք կատարել։ 6 տարեկան երեխան կանգնած ձեռքով էր անում կամ երբ որ մայրը երեխային գրկած ավտոմեքենայից արցունքներով նայում է քեզ ու ձեռքով էր անում, այդ արդեն ուրիշ զգացողություններ են։ Ինքը եկոչը ստանում է մեր հայկական դիրքապաների գործողությունների արդյունքում եւ հասկանում է թե ինչն է եւ ինչպես պետք է վերաբերվել հայերին։ Ինչքան էլ զոհվենք, մեկը պիտի մեր հողը պաշտպանենք։ Տեխտոտ թուրքալի դիանն են, դա 100 տարի առաջ էլ տենց է եղել։ Միշտ էլ տենց է եղել, թուրքու շան նման է։ Մինչև չխփես կծմա, պիտի միշտ խփես։ Դրա համար մենք պիտի խաղթենք։ Առաջ գնանք, որ այդ նույն բաները չկատարի։ Ապրում ենք, ապրել ենք, պիտի ապրենք, հավերժ։ Թուրք ազգը, դրանք ոչ մի բան չեն կարող մազանեն։ Իրաք միշտ պարտվել են, միշտ պատրաստ ենք մեր հողերը պահենք։ Արցախը չի կարող լինի Ադրբեջանի մաս երբեք չի եղել, չի լինելու։ Մեզ համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են։ Կառավարության նպատակներից մեկն էլ այն էր, որ Պաշտպանության բանակի հրամանատարությունը իր ձեռքի տակ եղած ամբողջ ռեզերվները վերաբաշխեր այդ երկու ուղղությամբ, որպեսզի
բաց մնար դեպի Ստեփանակերտ եկող հիմնական ռազմավարական ուղղությունը։ Պաշտպանական բանակի հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց եւ ռեզերվի տեղաշարժ չիրականացրեց։ Չիրականացնելով ռեզերվի տեղաշարժ հյուսիսում եւ հարավում թողնելով միայն տեղի զորամիավորումների վրա ամբողջ բեռը, դրանով պաշտպանական բանակի հրամանատարը խառնեց հակառակորդի ծրագրերը։ Արցախում ցանկացած զինվոր հայ զինվորից բացի թշնամի է։ Տարիների դարերի ընթացքում այստեղ հայ զինվորից բացի ինչ զինվոր մտել է թշնամու կերպարով։